եկեղեցի նամակ աստացել Պետրոսից, Պետրոս Արաքյալ, գրին գրածա ծրարի, Պետրոսից, բացում են Պետրոս Արաքյալ, մի մարդ, հզոր, որը անձամբ Հիսուսին տեսել է իր աչքերով, խոսացել է, որը Հիսուսի հետ տարիներ ունեցել կյանքի ընթացքը անցել, որը Հիսուսի հետ կերել է, խմել է, լսել է Հիսուսի բոլոր հայտնությունները, գաղտնիքները, մի մեծ հեղինակություն նամակ է գրում, եւ այդ նամակը պատռում են, բացում են, ծրարը բացում են, մեկ էլ պետք է կարդան մի հատ հետաքրքիր բան, մեկ էլ կարդում են խոսք, ամեն բանի վերջը մոտեցել է։ Պատկերացնում ես նամակ ստանաս ու գրված լինի, բացես առաջին խոսքը, ամեն բանի վերջը մոտեցել է, կապուտ։ Երբ որ խոսքը գնում է վերջի մասին, մենք հասկանում ենք, որ վերջի մասին ասելուց, խոսալուց, խոսվում է ամենակարևոր բաների մասին։ Ընդհանրապես ընդունված է, որ ամենակարևոր բաները մարդ ասում է վերջում, մահից առաջ։ Ասում է ամենակարևոր է ինչ-որ սաղ կյանք չի ասել, սիրո խոստովանություն անում, ներողություն է, խնդրում չէ, երբ որ մարդը զգում է, որ վերնում, այս մարդը հիմնականում զգում է, որ մահանում է։ Հիմնականում, եթե դա պատահար չի, սենց վթար եւ այլն, մարդը զգում է, որ մահանում է, ինքը սկսում է ինչ-որ կոնտակտներ նավատ կանի, ներողություն խնդրի, հաշտվի, կնոջ ասի կներես, որ քեզ քիչ եմ գովացել, քիչ եմ ասել, că սիրել եմ, բայց միշտ սիրել եմ, ոբշեմ, փողերը դրած այնտեղ, էնել դրած այնտեղ, ոսկերեն այնտեղ, բրիլյանտներն այնտեղ, ոբշեմ, ամենակարևոր բաները ասում են եւ կարծես է Պետրոսի նամակը, որ վերցնում ենք եւ կարդում ենք գրված է ամեն ինչի վերջը մոտեցել է, ասենք մեր հայ պապերը հապա, մեկ էլ ուշադիր լսում են, որ հա, վերջը մոտեցել է, հասկացանք, ինչ ունի ասելու Պետրոսը։ Պետրոսը մեկ էլ ասում է ոչ թե Սուրբ Հոգու պարգևների մասին, ոչ թե կրակի մկրտության մասին, ոչ թե հափշտակության մասին, ոչ թե հազարամյա թագավորության մասին, ոչ թե գլոբալ։ Հիմա մարդիկ քրիստոնյաները շատ հետաքրքրասեր են ու շատ են սիրում քչփորեն այն թեմաները, որից գլուխ չեն հալում։ Եվ շատ են սիրում այդպես սպեցիֆիկներ եւ քրիստոնյաները պատկերացնում են, ես մոտավոր պատկերացնում եմ։ Պատկերացնում եմ, որ Պետրոս Արաքյալի նամակը բացել է, կարդում են ամեն բանի վերջը մոտեցել է, ուրեմն ու սպասում են, որ ես ասելու եմ ինձ կարևոր հայտարարություն անելու, որ կարդում եմ, չէ՞ հետևիցս։ Ինձ հայտարարություն անելու։ Մեկ էլ վերցնում է Պետրոսը, սաղին հուսախապ անում, ոչ կրակի մկրտության մասին են խոսալու, ոչ հազարամյակի մասին, ոչ մի բանի մասին։ Ասում է երկու բաների մասին։ Ասում է խոհեմ մնացեք եւ արթուն եղեք աղոթքների մեջ։ Երկու բան։ Լավ էլի Պետրոս։ Մենք սպասում ենք, որ այսա պետք է գլխին բան ես ասելու, լուրջ, սենց մեկ մեզ թվում է, որ մենք ընքան մեծ ենք, ընքան խելացի ենք, ընքան հոգևոր ենք, որ այս պրիմիտիվ բաները սա մեր խելքի բան, սա մեր մարդ չի։ Մեզ տուր խոշոր կերակուր, մեզ պինդ կերակուր տուր, մեզ ինչ-որ լուրջ բաներ տուր։ Բայց Պետրոսը չեմ կարծում, որ միամտաբար, Պետրոսը կարա շատ թեմաներ տար, բայց եկեղեցուն տվեց երկու բան։ Քարոզս այդ ձև էլ կոչվում է արժեքներ ըստ Պետրոսի։ Պետրոսի համար արժեքավոր էր երկու բան։ Ասում է ամեն բանի վերջը մոտեցել է, այսինքն հիմա ես ասելու եմ կարևոր բաներ։ Ասա Պետրոս ջան, կարևորը որն է։ Ասում եմ խոհեր մնացեք եւ արթուն եղեք աղոթքների մեջ։ Երկու բան։ Շատ բան չեմ ուզում, երրորդ կետը չկա, հիմա մոդայա 8 կետ, 7 կետ, 15 կետ, 13 կետ, այնքան կետեր կան, որ մինչև լսում ես արդեն քունը տանում, արդեն քնում ես, զարկում ես, լա կետերը շարունակում են։ Երկու կետ, խոհեմ եւ արթուն։ Աղոթքների մեջ, դե աղոթքների մասին մենք կխոսանք վերջում, իսկ հիմա, երբ որ ես ասում եմ խոհեմ եղեք, ես չեմ էլ ասում ձեռ բարձրացեք, որովհետեւ կարիք չկա։ Մեծամասնությունը ըստեղ նստած, այս որ հիմա ասեն սիրուն աչքերով ինձ եք նայում, մեծամասնությունը ըստ ինչ եք է ջողում ինչ է նշանակում խոհեր եղեք։ Մեծամասնությունը, չեմ ասում բոլոր մարդիկ կան, որ լավ են հասկանում են, բայց որպեսզի հասկանանք, թե խոհեմը ինչ է, խոհեմ եղեք։ Ռուսերեն ասում է «Будьте благоразумны и бодрствуйте в молитвах». Будьте благоразумны, հայերեն խոհեմ։ Օրինակ ինձ ման խոհեմ բառը вообще նիչո,
անկեղծ եմ ասում։ Հիմա եթե ես ընտի նստեի, ինձ մեկը ստեղից ասել խոհեմ, ես խոհեմ։ Խելացի չի խոնար։ Խոնար, խելացի, հարբեր վարյանտներ կա, էլ ինչ վարյանտներ կա։ Ռուսերենից թարգմանեցի, թե խոհեմը գիտեի։ Գիտեի, այս ասի, որ բոլորը չէ, բայց մի քանիսը գիտել, Տերը օրհնի ձեզ։ Ուրեմն Պետրոս ասում է խոհեմ եղեք, մնացեք։ Եվ որպեսզի հասկանալի լինի եկեղեցուն, թե ինչ է ասում Պետրոսը, բացատրությունն է տալիս է։ Խոհեմը բացատրում է 3 կետերով։ Առաջինը, ջերմ սեր ունեցեք իրար հանդեպ, ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սեր ունեցեք, քանի որ սերը ծածկում է բազում մեղքեր։ Երկրորդը, ասում է հյուրասեր եղեք միմյանց հանդեպ առանց տրտնջալու, եւ երրորդը, ծառայեցեք միմյանց այն շնորհքով, որ ընդունել եք Աստծուց։ Այս Պետրոսը սա անվանում է խոհեմություն, այսինքն իմաստություն, այսինքն խելամտություն, որպեսզի հասկանանք ինչ նկատի ուներ Պետրոսը, եկեք սկսենք միանգամից հասկանանք ինչ էր ասում առաջի կետում։ Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սեր ունեցեք։ Սիրելիներ, մենք քրիստոնյա ենք եւ ամենքս տարբեր տարիներում ապաշխարած բազմիցս անգամ լսել ենք սիրո մասին։ Սիրո մասին քարոզը լսել ենք շատ անգամ, քարոզներ, սիրո մասին խոսացել ենք, սիրո մասին կարծես թե տրորված թեմա է, կարծես թե արդեն ծեծված թեմա է, բայց Պետրոսը այստեղ չի ասում իրար հանդեպ սեր ունեցեք, ասում է իրար ամեն ինչից առաջ միմյանց нկատմամբ ջերմ սեր ունեցեք։ Банальный խոսքը ջերմն է, ключевое слово. Здесь Петр не говорит «имейте любовь друг к другу», он говорит «имейте усердную любовь». Усердная любовь – это не совсем любовь. Сер կա եւ կա ջերմերանց սեր. Усердная любовь – это любовь с усердием. Это любовь, где прилагается усилие. Սերը, ջերմերան սերը, դա խոսքերը չէ, դա էմոցիաները չէ, ջերմերան խոսքը դա գործնական, ջերմերան սերը դա գործնական սերն է, ջերմերան սերը, ասում է ամեն ինչից առաջ իրար նկատմամբ ջերմ սեր ունեցեք։ Հովանու 13:34-35-ում Հիսուսն ասեց, ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դուք միմյանց սիրեք։ Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք։ Հիսուսն ասեց, ձեզ նոր պատվիրան եմ տալիս։ Ձեզ ո՞նց է թվում, բա հինը ինչ եղավ։ Ինչի Հիսուսը ասեց նոր պատվիրան եմ տալիս։ Ինչի Հիսուսը շեշտադրությունը արավ նոր պատվիրան, հինը վերացավ, հինը փոխվեց, հինը ինչ եղավ։ Եթե կա նորը, ուրեմն կա հինը։ Եթե նորը Հիսուսն ասում է սիրեք իրար, բա հինը ինչի մասին է։ Երբևից է մտածել եք, որ եթե նոր պատվիրանը Հիսուս ասում է նորն է տալիս, ուրեմն հինն էլ կա։ Հինը ով է տվել, ինչի մասին է խոսքը, ինչ է աղանի հետ։ Խի Հիսուսը դրուկ որոշեց նորը տա։ Այսօր մենք փորձում ենք սիրել, այսօր ինչքան էլ մենք սիրո մասին լսած ենք ու քարոզած լինենք, համոզված եմ, ամեն մեկը կբռնացնեք ձեզ այդ մտքի վրա, որ այդքան էլ սիրող չեք, այդքան էլ։ Մեզ թվում է, որ արդեն ենք ուրը դեսն ենք արել, արդեն սիրով ընքան լծվել ենք, որ արդեն էլ վсё, արդեն մենք ու Աստված մեկ ենք, բայց այդքան էլ իրականությանը չի համապատասխանում մեր իրականությունը, մեր ունեցածը։ Ինչ եղավ հնի։ Հին պատվիրանը որն էր, ասեմ իմանանք նավսակի случай։ Նոր պատվիրանը Հիսուսն ասեց սիրեք, իսկ հին պատվիրանը սիրիր քո Տեր Աստծուն եւ սիրիր քո ընկերոջը։ Աստված էլի սիրո մասին է խոսում։ Նկատեք, եւ հնում եւ նորում Աստված խոսում է սիրո մասին, բայց տարբերությունը այն է, որ հինը դա մարդկային էր, իսկ նորը դա աստվածային։ Ասելով մարդկային, ես նկատի չունեմ, որ մարդն է գրել, Աստված է տվել, բայց հինը կատարելու համար մարդկային ռեսուրսներ էին պետք։ Մարդը փորձում էր սիրել Աստծուն ըստ պատվիրանքների, սիրել մարդուն, բայց չէր կարողանում։ Հենց դա էր պատճառը, որ Հիսուսը որոշեց
գա եւ իր հետ բերի Սուրբ Հոգուն, որ կարենա մեր մեջ բնակվի ու նոր պատվիրանը Աստվածային անչի համար, որովհետև արդեն էլ մենք չենք սիրում մեր ուժերով, մենք մեր ռեսուրսներով չենք կարա սիրել, ընդհանրապես մարդը ունի ռեսուրսներ, մենք մարդը ունի համբերության ռեսուրս, մարդը կարա համբերի, մարդը կարա սիրի, մարդը կարա ների, լյուբոյ մարդ ունի այս լավ բաները, բայց այս ամենը լիմիտավորված են, այսինքն հայերեն սահմանափակ են, քանակը քիչ է, լիմիտիրованно է, եւ Հին պատվիրանը կատարելու ժամանակ մարդը իր ջանքներ օգտագործում մարդկային ռեսուրսներ ներքոքում, որ կարենասիրի Աստծուն, բայց Աստված տեսավ, որ անարդյուն կա, անիմաստ է, դրա համար Հիսուսն եկավ, մենք նշելու ենք Հիսուսի ծնունդը, մի քանի օրից հետո նշելու ենք եւ Հիսուսի ծնունդը հենց գրում է այն միտքը, որ մեզ տա աստվածային ռեսուրսներ։ Նոր պատվիրանը նշանակում է արդեն էլ դուք չեք սիրում, արդեն Հիսուսն է քո մեջ սիրում, արդեն Հիսուսն է, որ ապրում է քո մեջ։ Մինչև Հիսուսը քո մեջ չապրի, դու չես կարա սիրի։ Դու կարող ասես Պետրոս, այս առաջի կետը անիմաստ էր, սա էլ խոսում էր սիրո մասին, որ Ռաֆայել Գրիգորյանի մաման նստած էր մի հատ քարոզի ջերկավ ասում է աղոթեք, ժողով ջան, աղոթեք, այս կնիկը մեծ կնիկ է, հավեսով հեղինակավոր ասես, տո աղբեր ջան, մեռանք աղոթելով ասում է մի ուրիշ բան աս անենք։ Հիմա սերն է, կարող է դու հիմա նստած ասես, տո հոգնեցինք սիրո մասին լսելով։ Բայց այստեղ Պետրոսն ասում է, իրար նկատմամբ ջերմեռան սեր ունեցեք, ինչի համար, որովհետև քո մարդկային ռեսուրսներով, քո ջանքերով, եթե Քրիստոս այսօր քո մեջ չի ապրում, եթե դու վերածնված չես, եթե դու նոր մարդ չես, դու սիրում ես այսօր քո ուժերով, իսկ քո ուժերը ի վիճակի են ներելու, սիրելու, ծածկելու 1, 2, 3 մեղք։ Բայց խոսքը գնում է նրա մասին, Աստվածաշունչը զգուշացնում է, որ շատ է լինելու մեղքը քո նկատմամբ, քո եղբայրը, քո մոտիկը, քո մտերիմը քեզ շատ է նեղացնելու, շատ մեղքեր են լինելու, որ դու պետք է ծածկես այդ մեղքերը, մինչև դու չունենաս Քրիստոսին քո մեջ, մինչև դու ջերմեռան սեր չունենաս, մինչև դու ուժ չգործադրես սիրելու պրոցեսի մեջ, դու չես կարա ծածկի բազում մեղքեր։ Բազում մեղքեր, այսօր ինչի՞ց է, որ մենք չենք կարող, մենք երկու ներում ենք, ու էլ չենք կարող ներենք, էլ չենք կարող սիրենք, էլ չենք կարող տանենք այդ մարդու, ինչի՞ց է։ Նկատել ես, որ կարող ես ինչ-որ 1, 2 կարող ես ներես, էլի սխալ են անում մարդը, կնիկը, ընկերդ, քուրդ, էլ մի սխալ են անում ներում ես, 2 սխալ անում ես, ներում ես, 3-րդ անում ես, էլ չի ստացվում։ Ներես, հիշում եք Պետրոս Առաքյալը, հենց այս նույն Պետրոսը, գլուխ գովանը, եկավ Հիսուսին մի օր ասեց, Հիսուս ջան, ոնց ես մտածում 7 անգամ որ ներեք, մարդը լավ կնի, չէ, 7 անգամ, պատկերացնում ես, այդա 7 անգամ, դե եվրейների մոտ 7 անգամը դա անթույլատրել էր, որովհետև 3 անգամ ներում ես, իվսյո, 7 անգամ սպասում էր, որ ես այհիսը կասի, այ դիտա այս, 7 անգամ, նորմալ է, իսկական, հալալ է, ասել չէ, այդ 7-ը բազմապատկի 70-ի, այդ նորմալ է, մեզ թվում է մեկ անգամ ենք սիրում, բայց այսօր ուշադրություն դարձել է, արդյոք քո սերը, այն որ դու անվանում ես սեր, քո մեջի ծածկում է բազում մեղքեր, արդյոք իրոք դու ծածկում ես բազում մեղքեր, եթե խոսքը գնում է ծածկելու մասին, նշանակում է այդ մեղքերը, այդ վերքերը, այդ հարվածները քեզ են, քո հանդեպ են լինելու, ինձ ինչ խոսքի եթե ձեր կյանքում ինչ-որ խնդիրներ դուք ունեք, բայց երբ որ դուք ինձ եք վիրավորում, ինձ եք հարվածում, ինձ եք խփում, երբ որ դուք, չի աշխատում, այո, աշխատեց, ես այն Եվտիքոսի օրն են գնել աշկիս, Փառք Տիրոջը, նոր պատվիրանը որն է, նոր պատվիրանը, Պետրոսի մասին չի խոսքը, սիրեք իրար, հինը որն է, Սիրիկ հոտեր Աստծուն, էլի սիրեք, բայց տարբերությունը որն էր, հոգևոր սիրը, տարբերությունը նա է, որ հին ուխտում չկար Հիսուս, չկար քեզ օգնող,
չկար քո մեջ սեր արտադրող, չկար Սուրբ Հոգի, չկար աստվածային զորություն քո մեջ ապրող, չկար, հին ուխտում չկար դա։ Բայց նոր ուխտում, Հիսուսն ասեց, նոր պատվիրան եմ տալիս ձեզ։ Այսինքն հիմա ամեն ինչ փոխվել է։ Այսօր կարծես թե շատերը փորձում են հին ուխտով սիրել, քանի դեռ դու նոր պատվիրանը չես կիրառում քո կյանքում, օգուտ չես ունենալու, չես կարենալու ծածկես բազում մեղքեր, քանի դեռ դու կիրառում ես ուղղակի սիրել հին կտակարանի հին պատվիրանը, այդ դրա համար ձախողվում ես։ Հին ուխտում մարդիկ ձախողվում էին, անհաջողություն էին ունենում, որովհետև մարդը ի վիճակի չի երկար սիրի, բազում մեղքեր ծածկի։ Վերջի ժամանակներում սիրելիներ շատ դժվար է լինելու տարբերել Աստծո մարդուն։ Աստվածաշունչն ասում է, որ վերջի ժամանակներում դժվար է լինելու տարբերել Աստծո մարդուն եւ անաստված մարդուն։ Հովին եւ մշակին, ցորենը եւ որովները շատ դժվար է վերջի ժամանակներում տարբերել այս մարդկանց։ Միակ առանձնահատկությունը դա ջերմ սերն է։ Ջերմ սերը։ Հիշեք, այս խոսքի գլխավոր բանալի միտքը դա ջերմ, դա ջերմերանտ։ Ջերմերանտ սերը դա այն սերը չի, որը մենք պատկերացնում ենք։ Ջերմերանտ սերը դա երբ որ դու ուժ ես գործադրում սիրելու համար։ Երբ որ ուղղակի ման ես տալիս, չես քրդնում, բայց երբ ես սկսում քրդնելը, երբ որ սկսում ես արագ քայլել, երբ որ եթե բեգավոյ դարոշկա ունես, մի քիչ բարձրացնում ես դարոշկետ ու սկսում ես արագ գնալ։ Մի քիչ ուժ ես գործադրում, այն ժամանակ ռեզուլտատը սպորտսմենները գիտեն։ Մինչև ուժ ես գործադրում, ուղղակի անելով ինչ-որ պրոցեսներ, քո մեջ ոչ մի բան չի վարժվում, քո մեջ ոչ մի բան չի փոխվում։ Таким ты был, таким и остался։ Հենց որ սկսում ես ուժ օգտագործել, ուժ գործադրել։ Այսօր եկեք համաձայնվեք ինձ հետ, մի բարձրացեք ձեռքերը, բայց համաձայնվեք ինձ հետ, որ շատ մարդիկ կան, որոնց դուք այդքան էլ չեք սիրում։ Մարդիկ կան, որոնց այդքան էլ չեք սիրում։ Խաչա դուք սիրո մարդ եք, դուք սիրո մասին խոսում եք, դուք աղոթում եք, դուք երգում եք, դուք քարոզում եք, դուք սիրո մասին տարբեր գաղափարներ եք խոսում, բայց ինչի չեք սիրում մարդուն, որովհետև մեր ռեսուրսները վերջացել է, չեն կարող սիրել։ Պետրոսը ասեց, ոչ թե սիրեք իրար, այլ ասեց ջերմերանտ սեր ունեցեք, այսինքն փորձի ուժ օգտագործի, փորձի աշխատանք տար քո սիրո վրա, փորձի թույլ տուր, որ Սուրբ Հոգին գործի քո մեջ, փորձի թույլ տուր։ Օրինակ շատ հետաքրքիր Առաջին Կորինթացիս 13-ի մեջ շատ ծանոթ է, ասում է, եթե լեզուներով խոսամ, եթե մարգարե լինեմ, եթե հրաշագործ լինեմ, եթե աստվածաբան լինեմ, եթե բարեգործ լինեմ եւ շատ նվիրված եկեղեցուն եւ սուրբերի մարդ լինեմ, բայց սեր չունենամ, անիմաստ է ամեն ինչը։ Մենք միշտ կարդում ենք Առաջին Կորինթացիս 13 գլուխը այս ձև։ Սերը երկայնամիտ է, սերը քաղցր է, չէ՞, տենց է, չէ՞ կարդում։ Սաղը տեկը տենց կարդում։ Չէ՞։ Այո, սաղը տենց է կարդում։ Իսկ փորձի մի հատ տեստ, լայվ խակ, գնատում ու այս նույն տեքստը կարդա քո անունը դնելով սերի տեղը, ուշադիր, Արարատը երկայնամիտ է, Արարատը քաղցր, Արարատը չի նախանձում, Արարատը չի գոռոզանում, այդ պետք է որ ինքը կարդա, չէ ես որ ասեմ, Հովսեփը չի հպարտանում, որ սազամի Հովսեփը չի լրբանում, քույրերը այստեղ պետք է մի քիչ բարձր կարդան, իրանց անունը տալով։ Հովսեփը իրանը չի կընտրում, Հովսեփը չի կրկրվում, Հովսեփը չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում։ Եվ փորձի քո անունը դրես ու քո անունով կարդաս այս կոնտեքստը, հլա կտենաս, արդյոք դու քեզ լավ կզգաս, թե ինչ-որ միտեղ կկանգնես, կբռնացնես, որ չէ, այդքան էլ չի համապատասխանում իրականությունը։ Ես գոռոզ եմ, ես նախանձ եմ, ես իմս փնտրում եմ իմ օգուտը ինքար ամեն տեղ։
Այսօր ինչի համար մենք չենք կարում մարդկանց սիրել, որովհետև մենք սպասում ենք, որ մարդիկ լավը լինեն, մարդիկ ապաշխարեն, թող կա ապաշխարի, թող կա ներողություն խնդրի, թող կա եկեղեցու անդամ դառնա, մկրտվի, թող կա ծառայող դառնա, այն ժամանակ կսիրեն։ Այդ ծառայողին Սուրբին Արքարին ով էլ ասես կսիրի, իսկ Հռոմեացիս 5:8-ում գրված է, որ Հիսուսը մեզ սիրեց, երբ որ մենք մեղավոր էինք։ Ոչ թե սիրեց մեզ, երբ որ մենք անմեղ ենք ու մաքրված ենք ու արդեն վերստին ծնված ենք, գրված է, որ Հիսուսը սիրեց մեզ, երբ որ մենք մեղավոր էինք, այն ժամանակ իր կյանքը տվեց մեզ համար։ Երբ որ մեղավոր ենք, Հիսուսը մաքրուներից չսիրեց։ Հիսուսը արդարներից չսիրեց։ Հիսուսը սիրեց, երբ որ մենք պիղծ էինք, երբ որ մենք մեղավոր էինք, երբ որ մենք անարժան էինք։ Կարաս արդյոք այսօր պարծենաս դու, որ դու ես սիրում բոլորին իրանց մեղքերով հանդերձ, երբ որ մեղավոր են, երբ որ պիղծ են, եւ այսօր մենք ընկերություն ենք անում, այսօր մենք ներում ենք, այսօր մենք լավ հարաբերություն ունենք մենակ մեր նմանների պես, որ մենք արդեն սրբված ենք, մենք մոռացել ենք ով ենք եղել եւ մեր նմանների պես մենք տալի կառնելիք ունենք, բայց Հիսուսն ասում է սիրեց մեզ, երբ որ մեղավոր էինք։ Արդյոք այսօր դու կարաս այդ ձեր արտահայտություն անես։ Ես սիրում եմ այսինչին, դաժե այն վիճակով, որի մեջ ինքը գտնվում է։ Կարաս այսօր սիրես այսօր քո տան անդամին իր գրեհիկ վիճակով, իր վիշապ տեսքով, իր սարսափելի պահվածքով, կարաս սիրես, թե լիմիտը հատելա, իհարկե լիմիտը հատելա, բայց Հիսուսն ասում է, Պետրոս Առաքյալը կրկնում է, խոսքեր ասում է ջերմեռան սեր, այսինքն ջերմեռան սերը ուշ օգտագործեք, նշանակում է թույլ տվեք, մինչև հիմա դուք եք սիրել, հերիք է, էլ դու ի վիճակի չես սիրել, չես եք կարա երբեք սիրես, ի անիմաստ է, ուղղակի թույլ տուր, որ Սուրբ Հոգին քո մեջից սկսի գործել, դու ունես Սուրբ Հոգի, Աստծո Հոգին քո մեջ է, եւ նա կարա ծածկի բազում եկել, դու ասում ես ես էլ երբեք չեմ ների, ես այսակ ներել եմ, մեկ անգամ, երկու անգամ, 3 անգամ ներել եմ, վсё, էլ ես կամ ոչ ներելու եմ, ոչ ընդունելու եմ, բայց քո ներսի Սուրբ Հոգին պատրաստ է ներելու, պատրաստ է նորից ու նորից ներելու, իսկ եթե դու պրոբլեմ, եթե դու խոչընդոտ ես հանդիսանում Սուրբ Հոգամը, դու պատասխանատվություն ես կրում, նշանակում է դու ատելություն ունես ու դու մարդասպան ես ըստ Աստվածաշնչի, եթե Տերը ուզում է քո մեջ արտադրի սեր, ներողամտություն, բայց դու դեմ ես կանգնում, դու ես պատասխանատու, ումից ես բողոքը, ումից ես դժգոհում, դու ես քո ներսում կա մեծ ուժ, որը արտադրում է քո մեջ սեր, աստվածային սեր, փորձի սիրես, մի սպասի, որ մարդը գա դառնա եկեղեցու անդամ եւ հետո ասես եղբայրս, քույրս, վայ ջան չի դար, արո ջան, սիրտը դուտեմ, աշտը դուտեմ, մեկն անից ասում աշտը դուտեմ, բայց մեկը ասում էր, մեկն էլ կոմենտների մեջ ասել են, չէ, մեկը կոմենտների մեջ ասում էր, աշկը դուտեմ, մեկն էլ Ալվարդ հետ կարդացին, ծիծաղացին գրել էր իմ քարոզի տակ, գրել էր լեզու դուտեմ, բան, մեկը ասել ինձ լավ եմ զգում, ինձանից դավորնի, բան, մեկն էլ կարավ ասես, վայ թաղեմ քեզ։ Հիմա այս լավ է, այդ ինձ թաղողը անհավատ աշխարհին ու հեռու մարդերից չճանաչող, բավոր կոմոդիկն է քեզ ասում նման խոսքեր, ոնց ես անում, շարունակում ես կոմպլիմենտներ, սեր, քաղցրություն, նոր տարին դուռը բացել, լավ սեղան գցել իր առաջ, Ֆերերո Ռոշեով գնալ իր ատում, թե կարգունովը շատ է լավ։ Ուրեմն Պետրոս ասում է ամեն ինչի վերջը մոտեցել է, քանի արժեք է ներկայացնում։ Բարև ձեզ։ Դուք հիմա այդքան լուր եք, որովհետև խոլար եք, թե ես քան խոսում եմ, դուք ըսկի իմ հետ չեք։ Պետրոսն ասեց, նամակը բացում են, եկեղեցին ու կարդում են Պետրոսի նամակը եւ Պետրոսը քանի արժեք է ներկայացնում։ Երկու, առաջինը որն է, խոհել մնացեք, երկրորդը
Արթուն ու աղոթքների մեջ մնալը դա մի կողմ ենք դնում, առաջինը խոհեմ մնացեք։ Ինչ է նշանակում խոհեմ եղեք։ Խոհեմ եղեք նշանակում է ջերմերան սեր ունեցեք միմյանց նկատմամբ եւ երկրորդը հյուրասեր եղեք առանց տրտնջալու։ Դուք ասես սիրո նման պատմություն ասա, դուք ասես մեզ հայերի սա չի վերաբերվում, սարսներին ա վերաբերվում, սարսի լյոտկա են, вообще ոչ հյուրասեր են, ոչ հյուրընդունել գիտեն, ոչ հյուր գնալ գիտեն, չէ, հյուր գնալ գիտեն, հյուրընդունել չգիտեն, հյուր գնալը գիտեն։ Հայերս, մենք հայերս, մեր արյան մեջ է հյուրընկալությունը, մեր արյան մեջ է, չէ, մենք մեզ գովում ենք, մենք հայերս, մենք անենց հյուրեր ենք ընդունում, անենց հյուրեր ենք ընդունում, 90-ականներում, 2000-ի սկզբներում ընդունում էր, մինչև այս վերջի 5-6 տարին ընդունում էր։ Հիմա արդյոք դու ուրախությունով ես ընդունում, արդյոք բոլորդ եք ստե ուրախ, առանց դժգոհության ու տրտնջության, առանց ֆինանսները հաշվելով ու շաքարը ձեր բարձրացնելով ընդունում հյուրեր, արդյոք այդ ձևա։ Այսօր հյուր ընդունելը մինիմում 5000 ռուբլի է։ Միջի, քույրիկ ասում եմ, ինչ անում, դերը ոչնիկ ես։ Բայց մարդկա այդ 5000 ռուբլի շատ լուրջ խնդիր է, շատ լուրջ է։ Օրինակ նորմալ ընտանիքը մի հատ զույգ ընդունելու համար 5000-ից 7000 մանետա պետք է սո։ Այսինքն, եթե ես հիմա ասեմ, ես ու Ալվարդը գալիս ենք ձեր տուն, նու հույսով եմ, էլի, որ դուք կծախսեք այդքան։ 5-ից 7000 ռուբլի։ Չէ, հիմնական, ես չեմ ասում, որ իսի մենք կուրը դեստ եք անում, բայց հիմնական սեղանը 5-ից 7000 ռուբլի արժե։ Հիշացնեմ, ես երևի ես քարոզս երբ որ տվեցի, ձեզանից կեսը ներկա չէի, հիշացնեմ ստատիստիկան, ընդհանրապես Ռուսաստանում ստատիստիկան այս ձև է, 62%-ը գերադասում են ոչ հյուր ընդունել, ոչ հյուր գնալ, այլ հանդիպել սրճարաններում, ռեստորաններում, 62%-ը, պատկերացնում եք, ժողովրդի 62%-ը ոչ հյուր են գնում, ոչ հյուր են ընդունում, եթե պետք է հանդիպել ջանջիջար խոսան, պաժալուստը, KFC, Կուսնատոչկա, в общем, Սիցիլիա, ինքը բաներ կան, 26%-ը գերադասում են իրենց տուն հրավիրել, 26%-ը են հին ձևով, դապուստիմ ուզում եմ, որ քույրերը գան մեր տուն, ես են չեմ ասում KFC, մայրս, ես ասում եմ, ես ինչ որ եկեք մեր տուն, ես հրավիրում եմ ձեզ մեր տուն, և 12%-ը ինքներն են գնում ուրիշների տուն, ռուսավարից են, հապրաշովերից են, զանգում են դուք տաներ, չէ, հա, դաժե եթե լսում ես չէ, սյորանո ամենք ձեր դրան մոտ են, սյորանո մենք գնում ենք, օրիգինալու, ինչի համար Պողոս Պետրոս Առաքյալը ասում հյուրասիրության մեջ տրտունջ չունենաք, չի ասում հյուրասեր եղեք, ասում է հյուրասիրությունը առանց տրտնջանքի։ Նշանակում է, որ Պետրոսը լավ գիտեր, այն ժամանակներում էր հիմա այդ սիտուացիան կա, որ մարդիկ հյուրասեր են, բայց հյուրասերության հետ միասին տրտնջող է։ Ինչպես եւ սերը, սիրում ենք, բայց սիրո հետ միասին լավ են ատում ենք, լավ են հիշում ենք չարը, լավ են մուռ ենք անում, լավ են պրինցիպներ ենք օգտագործում, լավ են, բայց սիրում ենք։ Ո՞չ չի սիրում, սասեր սիրում ենք։ Սերը տեղը տեղին կա, ամեն ինչը կա, բայց ես հիշում եմ։ Աստված կա վերևում։ Մի օր հոգ կհանդիպենք, մի օր հոգ կստացվի, որ դու իմ կարիքը կստաս։ Մենք լավ էլ հիշում ենք, մենք լավ էլ օգտագործում ենք բոլոր ռիչարդները, բայց սիրում ենք։ Այլ նույն ձևի հիմա հյուրասեր ենք, հյուրասիրությունը մեր արյան մեջ է, մենք հայերս սիրում ենք հյուրասիրել, բայց Պետրոսը չի ասում հյուրասեր եղեք, ասում է հյուրասեր եղեք առանց տրտնջալու։ Հյուրասիրությունը, գիտեք, օրինակ ռուսերեն լեզվով երբ որ ասում ես գաստիպրիմство ни о чем։ Բայց հայերենի մեջ, հայերենի եւ հունարենի մեջ գիտեք, որ հյուրասիրությունը հենց այդ ձև է կոչվում է հյուր սիրով։ Հյուր սիրով, հյուրասերը պետք է լինի հյուր սիրով, մենք հյուրասեր ենք, բայց շատ ժամանակ հյուր չսիրով հյուրասեր ենք, կարծես թե դերասանական ինչ-որ բաներ ենք անում, ֆարշ բաներ ենք անում, ինչ-որ աչոկներ ենք հավաքում, ինչ-որ բալեր ենք հավաքում, ինչ-որ բաներ ենք ուզում ապացուցենք, ինչ-որ պոպոլանալու բան կա, պետք է ցույց տամ սփռոցս, պետք է ցույց տամ ամանները, եւ այլ լիքը բաներ կա, բայց հյուր սիրելը դա ուրիշ է, հյուրասիրություն, երբ որ հյուրասիրություն ես անում սիրով, դա ուրիշ բան է։ Ինչ է հյուրասիրությունը։ Դա օտար մարդկանց ընդունելու ցանկություն եւ պատրաստակամություն։ Այսօր տենդենսը գրում անենց, որ չուժոյ մարդ թող չգա մեր տուն։ Չուժոյ մարդու հետ
KFC-ն կա, բայց շուժոյ մարդը պետք չի որ կա, բայց հյուրասիրությունը դա առաջինը օտար մարդուն ընդունելու սերն ու պատրաստակամությունն է, արդյոք դու այսօր պատրաստ ես, ցանկություն ունես, պատրաստ ես օտար մարդուն քո տուն ընդունելու։ Երկրորդը հյուրասիրությունը դա ծառայել մարդկանց նրանով, ինչը Աստված քեզ տվել է։ Այսօր քեզ թվում է, որ այդ քո լավ տները, այդ քո 3 վետրանոց սեղանները, այդ քո լավ սպասքը, այդ քո լավ մտահղացումները, այդ քո ստեղծագործական միտքը կուլինարիայի մեջ, ինչի մարա տվել Աստված, որ սա որը դու եւ տնեցիք բան չի ամառ, որ կիսվես ուրիշներին, կանչես, կանչեք էլ, որ կանչեք կամուտ է բեր։ Ամենում բաց է։ Ծառայել ունեցվածքով և կիսվել ունեցածով մոտիկի հետ։ Եվ երրորդը շփման միջոցը ազդեցություն ունենալու։ Այսօր մենք շատ անգամ աղոթում ենք մարդկանց համար, աղոթում ենք ֆստան, տարբեր մարդկանց համար, հեռավոր մոտիկ, հա հեռավորներին հասկացանք չեն կարա, բայց մոտիկներին ինձ թվում է աղոթքից բացի, լավ կլինի, որ հյուր ընդունենք, կամ հյուր գնանք, կամ հյուր ընդունենք, հյուրանալությունը, հյուրասիրությունը կակրաս այդ կետը, այս երրորդ կետն է, որ հնարավորությունը ազդելու մարդու վրա, իրա կյանքի վրա, հրավիրի քո տուն, այն մարդուն ում վրա ուզում ես ազդես, ում մասին դու քան աղոթում ես, եթե իրոք սրտացավ ես աղոթում, քիչ ես մի օր հրավիրում են մարդուն քո տուն։ Թե աղոթել է ժամը նստում, 5000 մանել չէ, աղոթել է ձելի, սիրում, կանգնեցի մի 2 րոպե, Տեր ջան, օրհնես Արարատին, օրհնես մարդես, սրբես, հաջողություն տաս գործերին ամեն, վրա տես ինչ արագ ու որակով։ Փողերս մնաց տեղում է, ոչ մի բան, բայց հլա պատկերացնում ես, եթե ես Արարատին կանչեմ մեր տուն։ Առաջինը դա ֆինանսապես շատ ծախս ունեցող թեմա է։ Երկրորդը դա միշտ ստրես է, որովհետև եթե Արոն ու կներեք լավ Արոն Շուշանը չէ, ով ասել։ Ես քիչ եմ ուտում ինձ։ Չէ, դուք չունեք երեխեք, երբ որ ստրես է, հա, հրանքը, երբ որ հրանցն ու մելին են ասում են, մենք գալիս ենք, հորջան գալիս ենք ձեր տուն, ասեն աշկից վրա, եկեք, բայց երիքա որ ասեն, գալիս ենք երեխեքով, երեքն են, դա կարող է 4 նլել, 5 նլել, ինչ որ մեկի է, դա ստրեսն է, դու պատերացնում ես, ինչա պատրավելու մի ժամ հետո, կամ մի ժամ հետո, ենքո ապուրատի հվակացը, ենքո լվացածը չի երևանում, սաղտակն ու վրա են անելու, ավիրելու են, ջարդելու են, սեղանը փշրելու են, ռուշկեն քանդելու են, սմեսից էլ ավիրելու են, ոբշեմ սե պոլի վրա անդեղ, դիվանու վրա անդեղ զուքարան եւ այլ փոքրերը, որպետև պամպերս չկա, ոբշեմ ասեց տարբեր ստրես, շաքարդ վրցանում է, դավրենիք իջնում է, մի խոսքով տարբեր իրավիճակներ ու դու դամար ասում ես անում ելնատ է, հալա չի KFC, ես սիրուն ընդեղ է, չկան ուզում է բազվազել, ինչքան ուզում է ջարդել փշերեք, սիրուն տերան վերշել հուգերներու սրտով ուսնիկան։ Երորդը դա ավելնորդ աշխատանք է, լարվածություն է, այսօր ինչի մարդիկ չեն կանչում մարդկանց սիրուն, որովհետև մի անգամ հավաքեցի 2 շաբթի օրը ուղորքել արեցին, մեկ էլ մինչև մյուս 2 շաբթի, էլ գործ չունես անելու, ուլյայ վասա, բայց եթե մարդիկ, եթե հյուր ասեցին, եթե դրուկ գոհարն ասեց հյուր են գալի, հոչ չեմ թողալու են իմ առաջին վարկացած, պետք անգնեմ արդեն սկուրպուլոզ, իմանալով իրա խասյատը, պետք գնամ են բակից, վերևներից, կողերից, աղ լվանամ, մաքրեմ, սրբեմ, են վրեկ տեղերը, որը որ ուզում էին նոր տարուշեմին մաքրեմ կամ էլ զատկից առաջ, այդ պետք մաքրեմ, որ հանգար չգան տենան, աշխատանք հավերնով, չէ որ դա ստրես է, աշխատանք է, այն չի մարի, չի մարի, մի անգամ արեցի, իսկ հյուրը որ գալիս է պետք է անընդհատ նորից ու նորից դա միշտ դիսկոմֆորտ է, որովհետև ես մարդը գալիս է տուն ուզում է սիրուն ասենց մեկ դեպի շորտի քակնի պարկի դիվանում, սպլիտը միացնի, տելևիզորի պուլտը դնի, կոֆե, չայը, կողքը, չիպսերը, իսկ դստի պետք է հագնվես, պետք է սիրուն քեզ պահես, պետք է սիրուն նստես, հյուրի մոտ, 2-3 ժամ մինչև թողա գնա, պետք է սերիալը չնայես, հետո մանգաս ինտերնետը մեջ սերիալը տենաս ինչ եղավ, ոնց եղավ, պետք է ոբշեմ եկա պրոցեդուրայա, միշտ դիսկոմֆորտ է հյուրին ընդունելը, դա համար այսօր մենք փորձում ենք հյուրեր չընդունենք, որովհետև համ
ծախսո թեմա է, համ դիսկոմֆորտ է, համ եկա ստրես է, համ էլ ես ու տնիկս իրար վեշնի շուրուկատվի պես իրար ու տնենք մտնոլորտը լավը չի, բա օրեքան մտնեն տենա հովի տանը սենց մի բանա, բա ինչ են ասելու զգալու են, գիտե չէ որ մարդիկ մտնում են ձեր դուրը, կամ զգում են, ինչքան ուզում է դու դերասանություն ունես, ինչքան ուզում է դու ժպտասի սավես, մեկա, մարդը զգում է, որ շտոտ է նիտո, դա մա շատ անգամ մարդիկ չեն կանչում իրանցնում, որովհետև շարու կործանքից է, հիմա թող չիմանան, թող մեր խնդիրները մենք կլուծենք, երբ որ լավ տնենք, եվատ կկանչենք, իսկ լավ երբեք չենք կրում, հետևաբար այդ թեման փակ է մեզ համար։ Դա համար Պետրոս Առաքյալն ասում է հյուրասիրությունը առանց տրտնջանքի, այսինքն եկեք սիրներ, եկեք հյուրասիրությունը, մոտենում է նոր տարի, ես դրա համար եմ ասում, նոր տարի է մոտենում, ես ասկսելու եք իրարից նեղանալ։ Ես ասքան բաներ սում արարեցի, կարծես թե սաղս ասել են, որ գալու են դու հետ, այդքան ծախսես արել, փնփնթանով են, որ վերս ունեմ սաղ մի կասրուկապորն են թափում ես, որովհետև սպասում էի մեկը չկա, երկուսը չկա, երեքը չկա, եղածը, հատա մեկ էլ 5-ին զանգում են, գալիս են, ինչ զգացումներ դու ես, ով ինչ զգացումներ ապրել, արդյոք ուրախության գագաթնակետն է, արդյոք դու ուրախությունից պարում ես, երբ որ ամսի 5-ին ասում են գալիս են, ուր ես գալիս աղ եղածը պրծավ, կերվավ, թափվեց, պրծավ, վсё, թազա պետք է գնամ պանում, թազա եղածն առնեմ վերեմ, թազա սալատ սարքեմ, թազա ու արդեն դժգոհություն, կամ էլ ասում ենք թող գա, լավ է, ինչ կնի է, դեր ինչ կրնի կգնեմ դեմը, թող հասկանա, թող իմանա, կարծես թե ոնց որ ինքը պարտավոր են, ասել էր երկուսին կգան ու չի եկել։ Մենք ինքներս մեզ հորինում ենք, ինքներս մեզ ստերեոտիպ ծրագրեր, ինքներս մեզ նեղանում ենք, ինքներս մեզ, մեկ կներ եք, էլի շատ կներ եք, շիզոֆրենիա այնպես ինչ-որ բաներ ա կատարում ես, ինքներս մեզ որոշեցինք, ինքներս մեզ երազեցինք, ինքներս մեզ հիասթափվեցինք, ինքներս մեզ կռիվ արեցինք, բայց մարդը տնի քրիչով, մարդը պրոստը էտորնա, հարմար էտորնա գալի, առանց տրտնջանքի եղեք, այսօր ով է հիշում Աստվածաշնչում ինչքան հետաքրքիր տեղեր կան, որտեղ նկարագրված է, որ հյուրասիրությունը օրհնություն է բերում։ Հիշում եք Աբրահամը, Կաղնիների Մամրեի մոտ, հյուրասիրություն, 3 հրեշտակը դուրից, ինքը չգիտեք, որ հրեշտակներ են, ինքը ուներ խնդիր, կնգա հետ տարիներով, տասնյակ տարիներ աղաչում են Տեր որդի դուր, հյուր ընդունեց, վազվզեց հյուրի առաջ, առանց տրտնջանքի հյուրը հայտարարեց մյուս տարի երեխա ես ունենալու։ Հիշում եք Խովտը, հյուր ընդունեց, այն էլ պահեց չարից, պահեց մարդկանց գազաններից, չարիքից, որ մարդիկ մտածել էին այդ հյուրերի հետ, պահեց ու ինչ եղավ։ Հյուր ընդունեց, պատվեց հյուրին և ինքն ու իր ընտանիքը փրկվեցին չարիքից։ Աստված որոշել էր այդ քաղաքը բնաջին ջանի, բայց հյուրասիրությունը իրան փրկեց։ Հրեշտակներն ասեցին, վեր կար, քո մոտիկներին փասապուս է դու գնացեք, վերացնելու ենք, կյանքը փրկվեց։ Հիշում եք Եղիսեն, գնում էր գալիս էր, ծառայում էր տիրոջը մի կին, հարուստ կին, ուներ ամեն ինչ, ապահոված էր օդ իդո, բայց երեխա չուներ, խնդիր ուներ, չբեր էր, բայց մարդուն ասեց մարդ ջանդամը թե երեխա չունենք, ոչինչ, սատո մենք ունենք հնարավորություն, այս ասո մարդուն պատվելու, այս ասո մարդու մարմիած զենակ սարքենք, սիրուն, կանձիցյանները դնենք, սիրուն ակուրատ ինտերնետ վայֆայը քաշենք, սավ, ջուր, մուր, մուլեր, սավ, ապահովենք, լավ ընտիր կրավատով բանով, թող գա մարդա, թող գա հանգստանա գնա, ինչ եղավ իրանց հյուրասիրությունը, փոխեց իրանց կյանքը, երկար տարիներ սպասված երեխան ծնվեց։ Հիշում եք Եղիան, ինչ արավ, Եղիան եկավ մի կնոջ մոտ, որը արդեն որոշել էր, ես մի կտորն եմ ուտում եմ, երեխուս են ու մեռնում եմ, բայց շնորհիվ նրան, որ ինքը հյուրասիրեց Աստծո մարդու, ինքը հյուր ընդունեց և հյուրին պատվեց, առաջինը հյուրին, հետո իրան, մինչև կյանքի վերջ, աժիզնենը օժնվեց, Աստված ասեց երբեք չի պակասելու քո յուղը, մինչքան ապրես, յուղն արուրը պորլի եղնելու են, պատկերացնում ես ինչ օժնություն, հյուրասիրությունը օրհնություն է բերում մարդու տուն, մենակ թե մեզ պետք է թողնել հաշվարկները, թողնել մարդկային մտածելակերպը,
թանգա, էժանա, ունեմ, չունեմ, այսօր եթե մենք նայենք ֆինանսներին, մեկս մեկից կտրվելու ենք, մեկս մեկիցս կտրվելու ենք, որովհետև ամենքս էլ համարյա թե մի օրի ենք, ես չեմ տենում մեր մեջ ինչ-որ մի հատ ալիգար, չկա մեր մեջ մի հատ ալիգար, որ սիրուն խոսքի փողին փող չասի, ամեն օր մի 100-200 հազար տալ չիստս հենց ուժին զարդրեկի, չկա մեր մեջ, սաղս մի օրի ենք, կարող է տարբեր ձևով ենք հագնվել, մեկս սուպեր, մեկս очень սուպեր, նո, սաղս մի օրի ենք, եթե այսօր նայենք մեր կաշիլյոկի պարունակությանը, մենք իրար կորցնելու ենք, ու արդեն ենք սկսել կորցնել, բարեկամներով իրար են չեն շփվում, քուր եղբայրներով իրար հետում չեն գնում, լա հիշեք վերջ անգամ երբեք եք ելին դու։ Ես հիշում եմ վերջ անգամ եք եք ձեր դու։ Շատ վաղուց, ինչից է դա, որովհետև փող չունես, անհարմար ես զգում, այդ ամներ 5000-ը չկա որ դնես սեղանին, ասում ես դե որ չկա, ուրեմն նա нет и սուդա нет։ Всё, ուրեմն տերը կտան այն ժամանակ էլ կտան չեն հյուր, բայց մինչև տերը տա մինչև բանից ասնի բան։ Կամ էլ դու չես գնում մեկի տուն, որ անհարմար վիճակի մեջ չգցես։ Տեսա որ գնամ Արոն եկքա ծախսանել։ Ես էլ եմ գալու։ Եկքա ծախսանել։ Ինչի՞ մար գցել այդ խեղճ տղուն այդ վիճակի մեջ։ Ավելի լավ է հանգիստ ակուրատի ապրում ենք այ մարդ կայսիում հանդիպում ենք սիրում շնորհքով։ Ոչ ես եմ ծախսի տակ ընդնում, ոչ իրան եմ գցել։ Սխալ մտածելակերպ է։ Ջերմերանց էր, ասում է հյուրասեր եղեք առանց տրտնջալու։ Ժողովուրդ ջան, ես չեմ ասում, որ մենք հայ ենք, մենք քրիստոնյա ենք, եւ մենք այս արժեքները, այս պրինցիպները պետք է չօգտագործենք։ Մեր պրինցիպը պետք է ալի թող գա, աշխիս վրա տեղ ունի։ Լյուբոյ հյուր թող գա։ Ինչ ունեմ, այդ էլ կդնեմ։ Լավ ուտելիք ունեմ, լավը կդնեմ, վատ ուտելիք ունեմ, վատը կդնեմ, խոսքի վատ ասելով քիչ էլի, ոչ մսել է։ Չայ հոգնի։ Համյատ ռուլետ է սառնում, պիցյորկը էժան է։ 25-ա, 30 մանետա, ռուլետ է սառնում դնում է, չայն էլ կնի, ռուլետն էլ ընքան քաղցրավոր էլ շակար, պետք է չի, չայ թե չի, չայ իրանից, ռուլետը քեզանից։ Չի չես գելը։ Այդ չէ, մենք ճոմանք ենք, մենք ուզում ենք երևանք, մենք ուզում ենք տեղը տեղին, 5 կիլո չարախաճով, մենք ուզում ենք քյաբաբով, մենք ուզում ենք տորթերով, մադամ բեզեի տորթերով, ոչ թե կոլոսը ինչ է, մադամ բեզեին ամենալավ տորթերի, բայց չունենք, ուրեմն չենք են գնել։ Պատկերացնում եք, ուր ենք հասնում, մենք իրար կորցնելու ենք, մենք կարանք իրար օգտակար լինենք, մենք կարանք իրար օժնենք, մենք կարանք իրարով մխիթարվենք, մենք կարանք իրար պատձեշտա լինենք, մենք կարանք ուրախանանք մեկս մեկով, մենք կարանք օգնենք մեկս մեկի, բայց սատանան այնպես վիճակի մեջ հագցել, որ սաղ աշխատում են, կրուգլասուտեչնի աշխատանքի մեջ, այն օր անցնում էին մի խանութի վրա գրված էր 16 ժամ աշխատանքային, 16 աշխատանքային ժամ։ Ես մնացել ապշած, ես ասում եմ, մի ժամ գնալը տուն, երիտասարդներին այն օր ասում եմ, մի ժամ տուն գնալը, մի ժամ տնից գալը, քեզ ինչքան եղավ, 18, տակը ինչ մնաց, 6 ժամ, մի ժամ էլ լողանաց հաց ուտես, տակը ինչ մնաց, 5 ժամ, այդ 5 ժամը մեր մինչև մի կես ժամ 45 րոպե խոսքի դեպքում, ես չգիտեմ, մարդիկ կան կարող է պարկում են մի անգամից կնում են, բայց մարդկա խոսքի մի 2 ժամ դես ու դեր, մինչև ֆռրամա, մինչև գլխի տեղը գտնումա, ոտի տեղը, ձեռի տեղը, մինչև գտնումա, տեր դուսանումա։ 5 ժամ, դաժե եթե գցենք 5 ժամ քնել ինչ է։ Այդ ինչ է սատանան այնպես իրավիճակներ ստեղծել, որ մենք տուպիկի մեջ ընկնենք, ուշասպառ լինենք, գողանում մեր առողջությունը, մեր ժամերը, մեր հավեսը, բայց այդ հավեսը մի հյուր ընդունելու։ Բայց 16 ժամ աշխատելուց հետո ինչ հյուր ընդունես։ Հազիվ դու ես քեզ բերնդում գցա, խորհուրդ սա, փոխի գործը։ Հենց այդ ձևել ասում եմ, вам не послушалось, գործը փոխի։ Եթե գործը խլում է քո կյանքը, խլում է քո ժամանակը, քո առողջությունը, քո ընկերությունը, քո եկեղեցին, քո հնարավորություն, սա բլակիրով կայանում, մենակ գործ, ոնց որ դու են Եգիպտոսում հրյաներից լինես, ստրուկներից, մենակ գործ, կարծես ծնվել ես մենակ գործի համար, որ իմանաս են ինչ-որ մի հատ 1-2 սադարան, չէ, պարտքեր ոնց եղել են այդպես էլ կան, համ 2 ռուբլի պակասում է, 2 բան կրեդիտը փակում ես, այդ դա կանես դու լյուբոյ նորմալ ավելի գործով, ուղղակի սատանան ասում է, չէ, քեզ շատ գործ է պետք, քեզ 2 գործը չի հերիքի, քեզ 3-ներ է
քիչ, քեզ 4, քեզ 10 դու вообще գործի տեղը միա Google քթին դեղելա քնի, առավոտը վերջա շատերը տենց են անում։ Քնի սիրուներ գնալ գալու ճանքի փող չես տա էկոնոմիական ես, մի ծակը կփակվի։ Խոսքի Սիրու ժամանակ չես կորցնի, մի 2 ժամ էլ ավել կքնես մի ժամելու, այ տենց կորցնում ենք մենք մեկս մեկի, կորցնում ենք մեկս մեկի, հիշիր հյուրասիրությունը դա զոհ է, դա ծառայություն է, ի վերջո, եթե դու այսօր հյուր ես ընդունում կամ չես ընդունում տրտնջալու համար, կամ ընդունում ես տրտնջանքով, հիշիր Պողոսացիս 3-րդ գլուխը, Պողոս Արաքյանն ասում է, ինչ որ անում եք, արեք սրտանց արեք, որպես թե Տիրոջ համար եք անում, եւ ոչ թե մարդկանց համար, իմացեք, որ Տիրոջից պիտի ստանաք ձեր ժառանգության հատուցումը, քանզի Տեր Քրիստոսին եք ծառայում։ Լսեցիք։ Աստվածաշունչն ասում է. ինչ որ անեք, սրտանց արեք, ոնց որ թե Տիրոջ համար, մի հաշվարկի, մի նայի, ուզում ես հյուր կանչես, մենք ինչ ենք անում, այսօր մենք հյուր ենք ուզում կանչենք, առաջին միտքը գալիս է հյուր կանչենք, սավսել ուզում ենք, հյուրասեր ենք, ուզում ենք հյուր կանչենք, մեկ էլ հենց պայմանավորվում ենք մարդու կնի, որ հյուր պետք է կանչենք, երկրորդ քայլը որն է։ Չէ, ինչ ենք դա հետո։ Հաջորդ կետը, նստում ենք մի հատ բացում ենք մեր բյուջեն, մենք ունենք հնարավորություն հյուր ընդունելու, ու եթե ունենք, նոր արդեն երրորդ կետը մտածում ենք ինչ ենք հյուրասիրելու։ Եվ այլ, եկեք ասում են ինչպես Տիրոջը արեք, Տիրոջ համար։ Տիրոջ համար հաստատ ոչ մեկը չէին ասի, ես ունեմ, ես չունեմ, քիչ ունեմ, շատ ունեմ, հետո աշխատավարձս կստանամ, իսկ Տիրոջ համար կասեն լյուբոյ վախտ։ Հետո ով ասել, որ պետք է ամեն հյուրը հյուրասիրությունը պետք է շքեղ սեղանով լինի, ով է այդ օրենքը հորինել։ Խենք մենք մեզ տանջում, մենք հայերս, մենք մեր տրադիցիաների, մեր գաղափարների ստրուկներն ենք, ով է այդպես ասել։ Արա այդ կողմից հալալարացների։ Սիրում բուբլիկները վեշի սեղանին դրած է, չայը դրած է, գալիս ես չայկու բուջիշ, բուդու։ Սիրուն ակուրատի չայը լցրեց, բուբլիկը կերավ սաղ իրար հետ մի 100 ման է թե չի նստի։ Ով ասեն, բայց չէ որ մենք լրիվ ուրիշ ձև ենք։ 3 ձևի սալատ, 2 ձևի գարյաչի, սիրունի նարեսկա, միսնոյ նարեսկա, ասարցից թթու, ասարցից, կարծես թե, վсё, Հո բանկետ չի, հյուրը կարա ըլնի Տիրոջից հրեշտակ, կանչի փոթու, ասա ես ունեմ, Արո ջան, արի կոֆե խմենք իրար հետ, չգիտես հյուրի գալը ինչ մեծ օժություն կարա բերի, քո հիվանդությանը բժշկություն, քո պակասը կավելացվի, քո խնդիրները կլուծվի, որովհետև վերջում գրված է, որովհետև դուք Տիրոջն եք անում դա, всё, что вы делаете, в русском языке написано, вы это делаете для Господа, փորձեք անեք для Господа, երբ որ Տիրոջ համարը, հա դու կարաս էլի հայկական ծայրահեղության մտածես, բա Տիրոջ համար ամենատանգը, Տիրոջ համար ամենալավը, Տիրոջ համար այն հորթինիսը պետք է դու այն մարդ ով, Տիրոջ համար պետք չէ ձեր բաներ, Տիրոջ համար պետք է որ քո սիրտը բաց լինի, քո օջախի դուռը բաց լինի, հերիք փակես, թող օրհնություն գա քո տուն, թարգի հաշվարկը, թարգիր քո չկամությունը, թարգիր քո ներվերը, ես դրանց ներվերը չունեմ, ես դրանց երեխեքի ամեսը չունեմ, դրանց երեխեքից հետո 5 ժամ տներ ենք հվակում ու ռեմոնտ ենք անում։ Բտենց։ Կամ էլ գնում ենք թազամեբեր ենք արվում, թազա ինչ-որ բաներ ենք արվում։ Այս լավ փորձի ուրիշ ձևով նայի։ Ասես ձենը տակտերից հա դուրս գալի, կնիվ չես է ոչ գիտես, տակտերի չի դուրս գալի, ամեն հյուրից հետո ես եմ մաքրում, լավ գիտեք, ինչ եմ Հալելույա Եվ վերջինը այս թեմայի մեջ Մաթեոս 10:40-ը Հիսուսն ասեց, ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, սովորություն բերեք, սովորություն դարձրեք, ընդունեք մեկը մյուսի հյուր, ընդունեք, հյուր կանչեք, կամ դուք գնացեք հյուր, ով է հիշում,
մեծ տոկոսը են գնացողներն են, թե կողները։ Կանչողները 26%-ն են, 12%-ը գնացողներն են։ 26%-ի մեջ է, կեն 62%-ը մեզ պետք չի։ Կարևսին թող ծնի ծաղկի զորանա, բայց մեզ դա պետք չի։ Ասում է, ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, և ով ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։ Երբ որ դու հյուր ես ընդունում, սուրբերի ես ընդունում, դու Հիսուսին ես ընդունում, իսկ Հիսուսին ընդունողը հորն է ընդունում։ Դու պատկերացնում ես, այդ ինչ օրհնություններից է սատանան ուզում մեզ գցի։ Միտք տալով, որ չունես, չարժե, կամֆորտը, ֆինանսները, ծախսուն ես, իպացեկա ունես, վարձ ունես փագելու, քեզ պետք է ինչ հյուրի վախտը չի հիմա պետք է աշխատես, իպոցեկը փագես, փագես, ու ունես տպավորությունը, վсё, մենք կրեկտի մեջ ենք, աշխատում ենք, փագում ենք, բա ով է շփվելու, բա ով է հյուր ընդունելու, բա ով է Հիսուսին ընդունելու, բա ով է հյուր գնալու, այս գեղեցիկ փոխհարաբերությունները ուր են, դա մարդ մարդիկ նոր տարում, որպեսզի շարու փորձանքից հեռու են բերեք ու գնում են ուրիշ տեղ։ Ասում են, ոչ մենք կգնանք, ոչ են մեր տուն կգան։ Ամենա ճիշտ է գնում։ Այ Աստված ջան։ Ուրեմն երկրորդ կետը ո՞րն էր։ Հյուրասեր եղեք առանց տրտնջանքի։ Եվ երրորդ կետը ասում է Պետրոսը. ծառայեցեք միմյանց այն շնորհքով, որ ընդունել եք Աստծուց, որպես Աստծո բարի տնտեսներ։ Օրինակ մի հատ հարց կա, անհամիստ հարց։ Երբ որ ով է ասում, ասենց ով է օգտագործում ես այդ խոսքը։ Գնում եմ ծառայություն եմ գնում, ով է։ Ռոսկո բարձրացրեք, ով ասում։ Սասեր ասում եք, չէ՞։ Вообще դուք մտածել եք, ինչ է նշանակում։ Այդ դուք եք գնում ինչ-որ մարդկանց ծառայելու, ինչ եք անում, եթե դուք եք ծառայում, ինչ եք անում։ Եթե ձեզ են ծառայում, ով է ծառայում։ Դուք եք ասում ծառայում, թե Աստված է ձեզ ծառայում։ Вообще, այս ինչ է նշանակում գնում եմ ծառայության, այսինքն գնում եմ եկեղեցի ծառայության, կա ասենց բան, որ ասես գնում եմ գործի ծառայության։ Չէ, գնում եմ դպրոց ծառայության, գնում եմ փուխ ծառայության, բայց գնում եմ եկեղեցի ծառայության, ինչ է նշանակում, ով է ում ծառայում։ Աստված մեզ, բա մենք ծառայողներ ենք կոչվում, բայց Աստված մեզ է ծառայում, կարող ուրեմն ինքն է ծառայող, բա մենք չենք կոչվում ծառայող է, ծառայողական խումբ, ինչ ենք անում, ով է ում ծառայում, вообще դու ինչ ես անում, որպես ծառա, միտք, ուղղակի մտածի։ Ծառայել բառը, Պետրոս Արաքյալը ասում է ծառայեք միմյանց, պատկերացնում եք, ասում է ամեն բանի վերջը մոտեցել է և գլխավոր արժեքներից մեկը, պատկերացնում եք, առաջինը որն էր, ջերսելը, երկրորդը, հյուրասեր առանց տրտնջալու, երրորդը, ծառայեք իրար, ծառայեք, հրամանատարներ մի եղեք, կարգադրողներ մի եղեք, խորհրդատուներ մի եղեք, ղեկավարներ մի եղեք, ասում է ծառայեք իրար, շատ կարևոր է, Պետրոս Արաքյալը գիտեր, որ այն ժամանակներից է եղել է, որ մարդը միշտ ուզեցել է ղեկավարի, մարդը ինչքան ուզում է մենք մեզ ծառայող ենք ասում, բայց всё равно մեր դուխը, մեր խոսքը, մեր պահվածքը ըսկի ծառայի պահված չի, ոնց որ հրամանատարներ ենք, մենք հրամանատար ծառաներ ենք։ Այդ է կսազա, հրամանատար ծառայներ։ Ասում է ծառայեք իրար, ծառայել բառը արդեն խոսում է մեր դիրքի մասին, մեր դիրքը ո՞րն է։ Ծառայել բառը արդեն խոսում է մեր դիրքի մասին, մեր դիրքը ո՞րն է։ Չեմ լսում։ Ծառան է ծառայում։ Դիրեկտորը չի ծառայում, ծառան է ծառայում, տերը չի ծառայում, տերն ու ծառան ով է տեսել։ Սասեր տեսել եք։ Տերն է ծառայում, թե ծառան։ Մին ասեմ, ման ասեմ։ Հիմնական, երբ որ խոսում ենք ծառայության մասին, նշանակում է ծառան պետք է ծառայի։ Եթե Պետրոս Արաքյալը ասում է ծառայեք իրար, այսինքն մենք ծառա ենք, ապա որտեղից է մեզ մոտ այդքան գոռոզություն։ Ինչ ենք մենք մեր մասին այդպես մեծ կարծիքի։ Բայց այստեղ մի ուրիշ բանի վրա ասում, ոնց որ սիրո մասին խոսալուց բանալի խոսքը ջերմության վրա էր, հյուրասիրության մեջ բանալի խոսքը տրտնջալու վրա էր, այստեղ էլ ասում է ինչպես ռուսերեն լավ ասում, ռուսերի մեջ ասում է как доброе домостроители, служите друг друга,
ծառայեք իրար ինչպես տուն սարքողներ։ Սեր ասում է տնտեսներ, բայց այս խոսքը շատ հայերը չեն հասկանում։ Եթե թարգմանենք ռուսերենից գրված է ծառայեք իրար ինչպես տուն սարքողներ, տուն շինողներ, այսինքն քո ծառայությունը պետք է ունենա մի նպատակակետ, շինել, մի մոտիվացիա պետք է ունես, շինել եկեղեցին, շինել ընկերությունը, շինել ընտանիքը, ինչ որ դու անում ես, կառուցողական պետք է լինի, քո ծառայությունը պետք է կառուցի եւ ոչ թե քանդի։ Քանդողներ կան, առանցին քանդող բրիգադ կա, երբ որ քեզ պետք է հին տունը վերացնես, ինչ ես անում, դու տուն սարքողներին չես կանչում, դու կանչում ես քանդողներին։ Քանդողները գալիս են բուլդոզերով, նրանք թքած ունեն ամեն ինչի վրա, նրանք թքած ունեն այդ տան վրա, ինչքան մայա ես դրել, ինչքան չարչարվել ես այդ տան հետ, ինչ հիշողություններ են կապված, ինչ արժեքներ կա այդ տան հետ կապված, ոչ մի բան ան չի հետաքրքրում, բուլդոզերը բերեցին ու մի հետի տվեցին, քոքից ավիրեցին սա։ Սրտիցը արուն է գնում, բայց իրանք սորանում է, չէ՞։ Սարքողները նրանք չեն գալի ասում, վայ, դենասես տանը ինչ ովքեր են ապրել, դենասես ինչեր է կատարվել, սորանում է, դերի փողը տվեցի գալիս են բուլդոզերը դնում հիմնահատակ անում։ Այդպես են ծառայողները, ովքեր անուշադիր են, ովքեր արհամարող են, ովքեր կամ սորանում, ում համար մեկ է, թե ինչ է ստեղ կատարվում, այս ընկերության մեջ ինչ կա, այս ընտանիքի ես եկեղեցու, իրան գալիս են իբր թե ծառայում են, բայց այդ ծառայությունը իդոգում քանդում է եւ ոչ թե շինում է։ Իբր բաներ արեցին, բայց դա բերեց ավերակներ, թե ընտանիքի մեջ, թե հարաբերությունների մեջ, թե եկեղեցում, որոնցի լավ բան են անում, բայց ամենալավ բանը անելը, եթե դու սխալ անես, ամենալավ բանն է սխալ անես, շատ վատ արնելու։ Սարսկում մի հատ եղբայր ունենք, ընտիր Սենց բերանը բացում աստվածաշունչը սենց մարդարիկների պես շարաններով դուրս են գալի բերանից։ Բայց սաղին սպանում է ու ավիրում է։ Սաղին, ինչքան եկեղեցի կա սաղ տեղից դուրս են գալել իրան։ Մեր մոտից են գնաց։ Որովհետև սաղին կոպտում է։ Սիրուն բան ասելը, լավ բան ասելը, դա չի նշանակում, որ դու ծառայում ես։ Պետրոս Արաքյալ ասում է ծառայի ինչպես տուն սարքող, այսինքն քո ծառայությունը պետք է ունենա մի նպատակ, սարքել, օգնել, կառուցել եւ բժշկել, ինչ որ մի բան, որը կառուցողական է։ Արդյոք կարաս դու այսօր ասես, որ քո ծառայությունը կառուցողական է։ Երբ որ մենք ընդգրկված ենք ծառայության մեջ, սա պրոֆիլակտիկա է հպարտությունից եւ ինքնահավանությունից։ Պետրոս Արաքյալն ասում է ծառայեք, որովհետեւ երբ որ դու ծառայում ես, դու անընդհատ հիշում ես ով ես դու, եւ դա պրոֆիլակտիկա է, որ դու չհպարտանաս, չգոռոզանաս։ 50-ականների մոտ չի են անընդհատ ոտլվա։ Որովհետեւ ամիսը մի անգամ մարդը ունի հիշողության խնդիր։ Մի ամիս անցնում է, ինքը մտածում է, որ ինքը ցարի բողն է։ Հեն չոքում է, որ մարդը ոտերելով է, հիշում է, որ ինքը ծառայ է։ Ամիսը դեք հետ, արդեն հին մարդը ուզում է մի հատ գլուխ բարձրացնի, ասում է, դու ով ես, նա մի հատ քեզ ցույցում հապտում, չոքացնում է, ոտները գլվա։ Հիմա մենք ոչ չենք գլվում, բայց ծառայում ենք։ Այդ ծառայությունն է, եթե իրոք ծառայում ես, ես չգիտեմ, եթե դու ծառայում ես, ես չգիտեմ դու ինչ ես անում։ Մի հատ լավ տնի գնացնում, ծառայողների մասին է խոսքը։ Եվ գրես ինչ ես անում, ինչ է նշանակում ծառայել, այդ ում ես ծառայում, ինչով ես ծառայում, ինչ ես անում, ապշե քո ծառայության գրաֆիկը, ռեժիմը, ռասպիսանյան ինչ է։ Ուզում եմ նրանց ուղղեմ իմ խոսքը, ովքեր ծառայության մեջ չեն։ Միակ հնարավորությունը աճելու, մեծանալու, զարգանալու հոգևոր դա ծառայությունն է։ Եթե ինչքան դու եղար հաճախորդ, ինչքան դու եկար նստող, տերող, գնացող, ինչքան դու հեռու փախար ծառայությունից, այնքան դու անհաս ես մնալու։ Եթե ուզում ես հասնես, եթե ուզում ես աճես, դու պետք է ծառայես։ Մարդիկ կան, շատերն են, իրոք շատերն են խուսափում, շատերին թվում է, որ եկեղեցին գան լսելու համար է, գան, լսեն, գնան, վատ տարբերակ չի։ Как минимум պետք է այդ ձևանի, բայց դա ավելի շատ ախորստեղ մենք չունենք այդ ձևար, դա ավելի շատ, գայան քուրիկո, գայան քուրը ավելի երիտասարդ է, դա են ալեհեր, են 80-85 տարեկան մարդկանց համար, ովքեր պետք է գան նստեն, լսեն գնան, գան նստեն, լսեն գնան, այրանց սազում է, ջահե, ջիվան, ուժը տեղը, բոյու բուսաթը տեղը, եկեղեցում ունենք պրոբլեմ ծառայողների, քո հեչ մեջը չի։
Եկար նստեցիր, լսեցիր, երկու հորանջեցիր, երկու հոգոց հանեցիր, երկու սենց աշտետը կցրիր, վсё, գնացիր, պարտքս կատարեցի, գնացի, կարծես թե երկուրը տեսնարի, ինչ արիր։ Դա մի բան էր, մեկ որ հարցնում են տնեցի կուր ես ծառայության եմ գնում։ Ծառայեք, մտեք ծառայության մեջ, 26 թիվն է սկսվում, 26 թվին, շատ կուզենայի, որ ծառայողները ավելի օժտվեն, ավելի զարգանան, ավելի բարձրանան, ավելի զորանան, իսկ պասիվները կուզեի, որ ծառայեն։ Մեր Արթուր եղբայրը կհամաձայնվի ինձ հետ։ Իր աճը հոգևոր սկսվեց, երբ որ ինքը մտավ ծառայության մեջ։ 40 տարուց ավել է ես եկեղեցում եմ ու տեսնում եմ մենակ մի բան, երբեք ես չեմ տեսել ոչ մի եկեղեցում, որ չծառայողը հաջողություն ունենա հոգևոր, չկա, այդպես բան չկա, չի եղել, ինձ թվում է, եթե ես քան տարվա մեջ չեմ տեսել, չեմ էլ տենա, որովհետև չկա այդպես երևույթ, հոգևոր զորությունը, օրհնությունը, աճը, որակը, վիճակը լավանում է, բարձրանում է, զորանում է մենակ մի դեպքում, երբ որ ծառայում ենք, երբ որ իրոք, իսկ ծառայել լավ օգնեմ ձեզ, կարող է ասես, հա ինչ եմ անում, իրոք ինչ եմ անում իմ ծառայությունը, քո ժամանակն ես ծախսում այդ մարդու վրա, շերցել եք ծառայում է, իր ժամանակը յարապունի ցանկություն գնա, սիրու Քրիստոսին նստի ոտաբոտին, սիրու կամ գնա ֆրակաղակը իր համար, ճայ ջիվան աղջիկ, սոնայ ասում ասում։ Չէ, լուրջ եմ ասում։ Մենք մեզ են ծառայության մեջ են ծառայություն, այն որտեղ են, որ ինքը ֆիզիկապես չկա օնլայնի մեջ է, կամ օնլայնի մեջ է, կամ օֆլայնի մեջ է, ամեն տեղ, ծառայողներ կան, ես, լիքը թորները կողքը, թորները վրին, կողքը չէ վրին, թորները վրին, ծառայություններ, խմբակներ, լիքը ընդեղից ընդեղ, յարապ կուսենա ես մարդը սիրուն, գնա մի օր այգում նստի մարոժնի ուտի հանգիս, ոչ մի բանի մասին չմտածի, ծառայողը նա է, ով որ ժերտվա է տալ, իր ժամանակը, իր հնարավորությունները, կարամ իմ վրա ծախսել, բայց ես ուզում եմ քեզ ծառայեմ և քեզ համար ես պատրաստ եմ, ձեզ համար պատրաստ եմ, իմ ժամանակս, իմ առողջությունս, իմ ուժս, այս ամենը պատրաստել է, ծառայել է, ժամանակը, աղոթել է, ձեզ թվում է հեշտ է, մեկ ասում են, ինչ եք անում որ, դելա վերցրա մի հատ քարոս պատրաստի, լա վերցրա մի հատ երկի, կամ վերցրա մի հատ աղոթի, լա տես ինչքան ուժա գնում քեզանի, ու լա դա արա պաստայանն է, ասես անում երնա դարա սուսուպուս գնում է նստում գալիս է։ Երկրորդ արժեքը որն էր, երկրորդ, ասում է արթուն եղեք աղոթքների մեջ, ինչի համար է Պետրոսը ասում աղոթքների և ոչ թե աղոթքի, ինչի համար է շեշտը դնում աղոթքի վրա, ինչ կարևորություն կա աղոթքի մեջ, ինչի համար Աստվածաշունչը միշտ ասում, անդադար աղոթք արեք, աղոթքներում հարատևեցեք, ամեն ժամանակ աղոթք արեք, ամեն բանում աղոթքով, աղաչանքով, գոհությունով, ձեր խնդրվածները հայտնի արեք Տիրոջը, ինչի համար է, և ի վերջո, ինչի համար էր Հիսուսը աղոթում, երբևիցե մտածել եք, Հիսուսին աղոթում, մենք մարդ ենք, մենք ունենք լիքը պրոբլեմ, հիվանդություն, փողեր, ֆինանսներ, մենք ունենք լիքը խնդիրներ դրսում ու ներսում, դրա համար էլ աղոթում ենք, որովհետև մարդ ենք, բա Հիսուսը խի էր աղոթում րոպենը մի հետ, Հիսուսն էր հո մարդ չէ, նա Աստված էր։ Պրիչոմը խի էր աղոթում, ինչի Աստվածաշնչում միշտ գրված Հիսուսը գնաց աղոթելու, Հիսուսը գնաց աղոթելու, Հիսուսը գնաց աղոթելու, առանձնացավ աղոթելու, Սարը գնաց աղոթելու, Անտառը գնաց աղոթելու, Պարտեզը գնաց աղոթելու, անընդհատ աշակերտները քնում էին, ուտում էին, ինքը գնում էր աղոթելու, ինչի համար, որովհետև աղոթքի մեջ, եթե չլներ իմաստ, եթե չլներ մեծ կարևորություն, Հիսուսը կասեր անում յենադը, այ դուք աղոթեք, խղճուկներ, ողորմածներ, թշվառներ, աղոթեք, բայց Հիսուսը ինքն էր գնում աղոթելու, ուրեմն աղոթքի մեջ մեծ կարևորություն կա, ինչ կա աղոթքի մեջ, ուշադիր, ինչի համար ենք մենք աղոթում, առաջինը, որովհետև աղոթքի վիճակի մեջ մենք անխոցելի ենք դևերի համար։ Когда наша молитвенная жизнь, она активная, то мы неуязвимы для бесов.
աղոթքի վիճակի մեջ մենք անխոցելի ենք, այսինքն ինչքան դու շատ աղոթում ես, այնքան շատ դժվար է քեզ հասնում դեպը, ինչքան դու շատ աղոթում ես, որովհետև ասենց ասեմ, աղոթքը քեզ մոտեցնում ասում, ինչքան դու աղոթում ես, այնքան դու մոտենում ես, ինչքան մոտենում ես ասում, այնքան դեպը չի կարողանում քեզ հասնի, բայց երբ որ դու չես աղոթում, քիչ աղոթները դնում են մինուսի, ասենց զգում ես, որ չես էլ իժում երբ անգամ երբ ես աղոթել, աղոթքի կյանքը ինչքան սառում է, դու այնքան հեռանում ես Աստծուց, ինչքան հեռանում ես Աստծուց, այնքան դառնում ես սատանայի փայ, այնքան դառնում ես դևերի համար լավ, թոթոր թիքա։ Առաջինը, աղոթքը անհրաժեշտ է, որովհետև աղոթքի վիճակի մեջ մենք անխոցելի ենք դևերի համար։ Երկրորդը, աղոթքը դա երկրպագություն է, քանի դեռ դու աղոթում ես, դու երկրպագում ես Աստծուն, հենց դադարում ես աղոթելը, դու դառնում ես կռապաշտ։ Հենց քանի դեռ դու աղոթում ես, դու երկրպագում ես Աստծուն, հենց դադարում ես աղոթել, դու երկրպագում ես ուրիշ ճակերտավոր աստվածների, դա կլինի ունեցվածքը, դա կլինի ֆինանսները, հերը, մերը, տատը, պապը, ով ուզում ալնի, քանի դեռ աղոթքի կյանքը կա, աղոթքը դա մեր երկրպագությունն է ասում, դրա համար Հիսուսը միշտ աղոթում էր, Հիսուսը միշտ աղոթում էր, որովհետև նա ուներ պատիվ, նա ասում էր, ես ինձանից բան չեմ անում, ես այդ ինչ որ հորս մոտ տեսնում եմ, այն եմ անում, անընդհատ խոսում էր հոր մասին, խոսում էր, ընդգծում էր հոր հեղինակությունը, հոր կարևորությունը, դրա համար ինքը միշտ աղոթում էր, որ ցույց տար, ես երկրպագում եմ քեզ, պապ ջան։ Ոնց այսօր քո աղոթքի կյանքը։ Երկրպագում ես արդյոք աղոթքով, թե չէ, եւ երրորդը, աղոթքը մեզ Աստծուց կախվածության մեջ ապահովում։ Քանի դեռ դու աղոթում ես, դու դրանով ցույց ես տալի, որ դու Աստծուց կախված ես։ Որովհետև աղոթում անա, ով որ Աստծուց կախված է։ Եթե դու Աստծուց կախում չունենաս, դու չես, նա այն մարդը չի աղոթում, ով որ թքած ունի Աստծո վրա, նա вообще կախված չի Աստծուց։ Նա մեկը ասում է իմ Աստվածը իմ փողերն է։ Ու տենց էլ քասիկ եղավ միջայինս։ Քանի դեռ դու աղոթում ես, դու դրանով ցույց ես տալի, որ դու կախվածություն ունես։ Այն երեխեն, ով որ անընդհատ գալիս է ծնողի տուն, ցույց է տալի, որ ծնողից կախվածություն ունի։ Ես չեմ ասում հիմա այն կախվածության, որ Պողոս արական Աստվածաշունչը ասում է բաժանվի, թողնի իր հորն ու մորը, ես դրա մասին չեմ ասում։ Այսինքն ծնողը պետք է երեխուն։ Հենց որ ծնողը երեխուն պետք չի, մեկ էլ մեզ տարիներով կարա երեխեն չգա ծնողի տուն։ Տարիներով։ Դա նշանակում է, որ երեխեն արդեն ընքան է ինքնահավան ու ինքնավստահ, ոչ մոր կարիք ունի, ոչ հոր կարիք ունի։ Նա որ չի աղոթում, նա ինքնավստահ է, նա կախվածություն չունի Աստծուց, նա համոզված է, որ ամեն ինչ ինքը կարա իր սեփական ուժերով, բայց մենք երբ որ աղոթում ենք, մենք դրանով դեմոնստրացիա ենք անում, ցույց ենք տալիս, որ Տեր մեր ուրախությունը, մեր կարողությունը, մեր ունենալը, չունենալը, սա մեր կյանքը կախված է քեզանից։ Մենք գալիս ենք քո առաջ, որովհետև քեզանից է մեր կյանքը, քեզանից ենք սպասում, քեզանից կախված ենք, դու կարևոր ես, դու մեր կյանքի ամենակարևոր անձն ես, առանց քեզ ոչ մի բան չեմ ուզում անել, աղոթքը շատ կարևոր է։ Ինչի համար է Պետրոս Արաքյանն ասում աղոթքներ, ասում է արթուն մնացեք աղոթքների մեջ, որովհետև գիտի, որ մարդը ընդհանրական ծույլ է, որ ինքը մի հատ աղոթք է վերցնում, խնդրան, սաղ կյանք խնդրում, Տեր ջան, դուր, լավ ես էլ ասենք բարձնել։ Լսել եք երևի ասած կլեմ են պատմությունը Հայաստանի դուր։ Հիշում եք, 85 թիվներ, Կիրովականում, գերեզմաններում զատկի ծառայություն էր, ես պատանի էի, վազում էի Սարի դոշին, հավատացյալներն էլ ներքևում, գլուխները դեպի վերև, երբ որ Սարի վրա աղոթում ես, գլուխը դեպի վերև ես անում, ֆիզիկապես ոչ չգնես։ Աղոթում էի, զատկի օրը ջերմերանք, մի հատ հավեսով եղբայր կար, բասիստի ձելով, չապայևի բեխերով, չգիտեմ ինչ էր մտածել, ինչ էր որոշել, ես մարդը ոնց որ պլաստիկ են զայդատար ածել էր։ Կես ժամ մի բառ էր ասել, դուր, Աստված, դուր, Հիսուս ջան, դուր, սաղի ձենը ծածկում էր, սաղ աղոթում, բայց իրա ձենը կան բասով էր, ասել դուր, մի կես ժամ ընքան ասես դուր, ոտս մի հատ քարի կպավ, լավ թոթոր քար էր, գնաց ու բրյամո այդ լիքը գլուխներ են, լիքը, գնաց ու հենց իրա գլխին տվեց այդ քարը,
ծակեց գլուխը, տարան, արուն եկա, տարան քուրերը զավին տավարա տարին, բան արեցին, կտրվեց ձևը։ Մինչև հիմա այդ մարդը սաղ է, 94 տարեկան մարդ է։ Ամաչում եմ միշտ մոտենամ ասեմ, միշտ հիշում ենք այդ պատմությունը, բայց ամաչում եմ ասեմ, ինչ էի ուզում։ Չգիտեմ, մեր տերը տվեց, թե չտվեց։ Մենք էլ ենք գտենք։ Դուր, Պետրոսն ասում է, «Տո թարգի, քանի քարը չի եկել գլխի, ուրիշ աղոթքներ էլ կան, պատերազմական աղոթքներ կան, բարեխոսական աղոթքներ կան, օրհնության աղոթքներ կան, փառաբանության աղոթքներ կան, համաձայնության աղոթքներ կան, տոր լիքը աղոթքի ձևեր կան, այն չի սա կյանքը պետք արել դուր, սա կյանքը աղոթք ես անում դուր, որ Պետրոսն ասում է, աղոթքների մեջ, այսինքն ակտիվացրեք ձեր կյանքի մեջ տարբեր տիպի աղոթքներ, բոլոր աղոթքները պետք է քո կյանքում տեղի ունենան, կա ժամանակ լացելու, կա ժամանակ ծիծաղելու, կա ժամանակ պաշտպանելու, կա ժամանակ հարձակվելու, կա ժամանակ խնդրելու, կա ժամանակ պատերազմական աղոթքներ անելու, բարեխոսական, համաձայնության, լիքը աղոթքներ կան, լիքը աղոթքի տեսակներ կան, սովորացրեք ձեզ, վարժեցրեք ձեզ, փառք Աստծո, այսօր աղոթքի խումբ կա եկեղեցում, լավ զարգանում է, մտերմացեք, մտեք այդ թեմաների մեջ, տարբեր ամենակ դուրով չի, օրերից մի օր մի հատ քարեն տարվա մեր գլխին, դուր, չի կարելի է ձև անընդհատ դուր, մի օր էլ ասա Տեր ջան, ինչ անել, օրինակ ինչքան հաճելի է, երբ որ գալիս են երեխեքը մեր տուն, մենք էլ տենում ես իրանք են բերում ինչ-որ բան, իրանք են գանիտում ինչ-որ բան սարքում, իրանք են հյուրասիրում, ինչքան հաճելի է, որ չեն ասում նրանք դուր, երեխեք կան, որ անընդհատ գալիս են, չէ, մամա դուր, պապ դուր, անընդհատ պապունես կա, պապունեսս կա, պապ գցես կա, բայց ինչքան հաճելի է, երբ որ երեխենա կարի ասում, մամ ջանան, այս տորտը քեզ, այս ծաղիկը քեզ, հայերի, ինչքան հաճելի է, ասում էր, նա դա էլ անում, երբ որ սաղ կյանք դուր, կատակ չեմ անում, նա դա էլ անում, հաստատ եմ ասում, չի կարելի սաղ կյանք ասել դուր, դա արդեն աննորմալ երևույթ է, դա աննորմալ է, դա նորմալ չի, երբ որ անընդհատ դու, ինչ-որ մի բան են չի, դու կամ չես հասկացել, կամ էլ թե չէ, Վաբշե սխալ ուսմունքների մեջ ես, տարբեր, ամեն ինչին իր ժամանակ ունի, դուր ասելուն էլ իր ժամանակ ունի, բայց Պետրոսը ասում է աղոթքների մեջ, ակտիվացրեք ձեզ բոլոր տեսակների մեջ աղոթքների, մարգարեական աղոթքների, ազատագրության աղոթքների, բժշկության աղոթքների, վարժեցրեք ձեզ աղոթքների մեջ, վարժեցրեք ձեզ